Բարև ձեզ բարեկամներ, իր հերթական փաստերով, անակնկալներով եւ կարծիքներով եթերում նորից Փակ TV-ն է։ Սիրելի բարեկամներ, ես միշտ հիշեցրել եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, որ մենք անչափ գոհ ենք մենք ունկնդիրներից, որոնք միշտ փորձում են մեզ աջակցել եւ ամենևին էլ պատահական չէ, որ երբ առիթ է լինում խոսելու այն նյութական օգնության մասին, որի կարիքը այսօր կարծում եմ ցանկացած մեդիա կառույց ունի, մեր ունկնդիրները առանձնակի այսպես ուշադրությամբ են հետևում մեր խնդրանքին եւ պիտի ասեմ բավականին լավ արձագանքներ կան։ Իսկ այն հաշվի համարը, որ մենք ցուցադրում ենք մեր եթերում, միշտ գալիս է հուշելու, որ Փակ TV-ն իրականում շատ բաց է բոլորի համար եւ նրանք ովքեր փորձում են մեզ օգտակար լինել, կարող են դրանից անմիջապես օգտվել։ Իսկ այսօր մեր տաղավարում հերթական նոր հյուրն է, նոր հյուրը իր նոր անակնկալով։ Խոսքս լրագրող մեկնաբան Մանվել Մարգարյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ Մանվել Մարգարյանը իսկապես մեր փորձառու լրագրողներից է եւ ինձ հատկապես ուրախացնում է այն փաստը, որ նա այսպես ասած սպորտային թեկումով, սպորտային նյութերի հանդեպ առանձին հակում ունեցող ազնվորություն է եւ նրա ցանկացած նոր գիրք մեզ համար իսկապես հաճելի անակնկալ է։ Այս անգամ էլ Մանվել Մարգարյանը մեզ հյուրընկալվել է նոր գրքի առիթով։ Պարոն Մարգարյան, նախ շնորհավորում եմ ձեր նոր գրքի Արարատ 73 Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի տարեգրությունում անունով եւ կուզենամ, որ դուք նախ ներկայացնեք ինչպես անցավ շնորհանդեսը եւ ինչի մասին է գիրքը հիմնականում։ Շնորհակալություն նախ հրավերի համար, սա պարոն Ղուշյան մեր երրորդ գիրքն է, որի կապակցությամբ հանդիպում ենք, խոսում ենք նախորդ երկու գրքերի ներկայացումը տեղի ունեցավ նույնպես ձեր միջոցով, ձեր շնորհիվ, ձեր տաղավարում, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Համաշխարհային ֆուտբոլի անթոլոգիայից, ֆուտբոլային հայկական սփյուռքից հետո սա երրորդ աշխատությունն է, նվիրված Արարատ 73-ին։ Անկեղծ ասած, շատ երկար ժամանակ մտորում էի, ցանկանում էի գրել գիրքը, սա նույնիսկ կարելի ասել վաղեմի նպատակ է եղել, որի իրագործումը, ինչպես ասում են, եղավ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, հա, որովհետև հիմա աշխատում եմ Armenpress-ում եւ այնտեղ Մամլո սրահում կազմակերպեցինք գրքի շնորհանդեսը, հրավիրեցինք Արարատ 73-ի ֆուտբոլիստներին, այնտեղ էին Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, ես նրանց ովքեր որ մեզ հետ չեն ֆիզիկապես նկատի ունեմ արտասահմանում են Արմեն Սարգսյանը եւ Լևոն Իշտոյանը կուղարկեմ գրքերը Միացյալ Նահանգներ, արդեն ուղարկել եմ Նիկիտա Սիմոնյանին, շատ էր ողջևորվել, ուրախացել էր, որ տակավին իրենց հիշում ենք եւ Արարատ 73-ին մեծարում ենք նաեւ նման տեսական գրականությամբ նման գրքերով։ Ահա այս գիրքն է, պարոն Ղուշյան, որ ուզում եմ ձեզ նվիրել Արարատ 73-ը Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի տարեգրության մեջ։ Իմիջիալոց պետք է ասեմ, որ այս գիրքը, պարոն Ղուշյան, մեկ քայլ առաջ է, որովհետև ոչ միայն Արարատ 73-ի անզուգական այդ խաղերի հաղթական մրցելույթների մասին է, մեր տղաների մասին, այլև այն 14 նվիրալների, ովքեր հատկապես 1973 թվականի հաղթական մրցաշրջանում լուսաբանել են Արարատ 73-ի մրցելույթները Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթում եւ ինչն է հետաքրքիր, բավականին ուրույն աշխատավոճ էր ընտրվել թերթի համար, տարբեր ոլորտների տարբեր մասնագետներ էին լուսաբանում Արարատ 73-ի խաղերը, որպեսզի ապահովի եւ բազմակարծություն եւ նաեւ տարբեր տեսակետներ լինեն այդ մրցելույթների հետ կապված։ 14 նվիրալներին երևի շատ արագ հիշատակենք, որովհետեւ իսկապես արժանի են հարգանքի։ Նախ ֆուտբոլիստներ են եղել, շատ հանրահայտ ֆուտբոլիստ մարզիչ Ալբերտ Աբրահամյանը, որ Արարատի երկրորդ մարզիչն է եղել 60-ական 70-ական թվականներին, Սարգիս Հովիանին դե բոլորը գիտեն, հայկական ֆուտբոլի մեր լեգենդը, մեծանուն աստղը, վառ աստղը, Անատոլի Զիրոյանը նույնպես ինքնատիպ ֆուտբոլիստ է եղել Շիրակի եւ Արարատի եւ բնականաբար երկարամյա նաեւ մեր ավագ Հովսեփ Ասատրյանը, ով 54 թվականին
նաև Գավաթի եզրափակիչ խաղում էր հանդես գալիս։ Այնտեղ կա համամիութենական կարգի մրցավար Մաթևոս Մկրտչյանի մասին ակնարկ, կա նաև տեսաբան հայտնի Հրանտ Նարինջյանի մասին եւ 6 լրագրողներ, ինչպես ասում են, մեր ավագ սերնդի գործընկերները, պարոն Ղուշյան, Միսակ Նազարյանին դուք ճանաչում եք, Արսեն Բաբայանին ճանաչում եք, այո, Արսեն Բաբայանը Փառք Աստծո կա, մեր կողքին է, եւ եւս 4 հոգի Արսեն Կակոսյանը եղել է Կոմսոմոլսկայա Պրավդա թերթի թղթակիցը Հայաստանում եւ նույնպես թղթակցել է ֆիզկուլտուրնիկին, Սերգեյ Հարությունյանը Սավետսկի սպորտ թերթի երկարամյա մեկնաբանն էր, որ նույնպես թղթակցել է ֆիզկուլտուրնիկին եւ եւս երկուսը կարելի ասել եւ թերթի համար գրած եւ մեկնաբան հայտնի Սուրեն Բաղդասարյանն է եւ Վան Բայբուրցյանը, որ Վրաստանի հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկն է, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել եւ հիմա էլ վրացահայ համայնքի հարցերով, խնդիրներով անմիջականորեն զբաղվում է, այնտեղ լույս տեսնող Հայաստան թերթի խմբագիրն է, իսկ 70-ականներին համ ռադիոյում էր աշխատում, համ էլ ձեռքի հետ հնարավորության դեպքում բնականաբար մեկնաբանում էր Արարատի հատկապես անդերկովկասյան խաղեր, ինչպես ասում են անդերկովկասյան դերբիները, Արարատ Դինամո Թբիլիսի, Արարատ Նեֆչի Բաքու եւ այդ ամենը մնացել է տարեգրության մեջ եւ ես այդ ամենը ուսումնասիրելով, ընդգրկելով այս գրքի մեջ, այդ մարդկանց մասին ակնարկներ գրելով կարողացա այս աշխատությունը ներկայացնել մեր ֆուտբոլային հանրության դատին։ Ես պիտի ասեմ, որ իսկապես հրաշալի գիրք է, արդեն ծանոթացել եմ, նախ շնորհակալություն նկարագրության համար եւ այստեղ սիրելի բարեկամներ շատ հետաքրքիր տողեր կան նվիրված մեր լեգենդար թիմին, այստեղ կա նաեւ իհարկե Արարատի տարբեր հանդիպումներից, պես Արման արարողությունից նկարներ եւ այս բոլորը պիտի ասեմ, որ մեր հերոստատողը կարող է տեսնել, ծանոթանալ այս գրքում, որը ինչպես ասացի, կոչվում է Արարատ 73-ը Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի տարեգրության մեջ։ Սա իսկապես հրաշալի գիրք է եւ այստեղ ամեն ինչ, ինչպես ասում են, արվել է տեղին։ Ես պիտի ասեմ, որ ֆիզկուլտուրնիկ թերթը ընդհանրապես շատ հետաքրքիր մի երևույթ է մեր մարզաշխարհում, շատ ափսոս, որ այսօր այն չկա, բայց տարիներ շարունակ ես ինքս էլ երկար ժամանակ թղթակցել եմ Հայաստանի ֆիզկուլտուրնիկին եւ ավանդույթները, որ թերթը ստեղծել էր Միսակ Նազարյանը, երբեմնի խմբագիր Կճոյանը, որոնք փորձում էին հնարավորինս շատ լրագրողների ընդգրկել լուսաբանման գործընթացին։ Երբեք չեմ մոռանա, ասենք երբ որից ռեպորտաժ է վարում Լվովից, Կիևից կամ Լենինգրադից կամ Դոնեցկից, թերթը անընդհատ իր ուշադրության կենտրոնում էր պահում ինձ որպես հերոստատեսային մեկնաբանի, որ այնտեղից իրենց համար էլ հատուկ ռեպորտաժներ ուղարկեմ եւ բավականին երկար տարիներ 10 տարուց ավելի ես այդ հնարավորությունից օգտվել եմ, թղթակցել եմ ֆիզկուլտուրնիկ թերթին ու շատ շնորհակալ եմ, որ մենք ունեցել ենք նման մի օրգան, որը իսկապես արժանիորեն լուսաբանել է հայկական սպորտը։ Սա հավատացեք առանց չափազանցության հրաշալի գործ է, որ կատարել են ֆիզկուլտուրնիկի կոլեկտիվի անդամները։ Ցավոք, նորից եմ կրկնում, այսօր այդ թերթը, այդ հրաշալի ավանդույթներ ունեցող մարզական թերթը այլևս չկա, ինչպես շատ ու շատ բաներ մեր կյանքից վերացան, աննկատ եւ չգիտես ում թեթև ձեռքով։ Մամել, ես հասկանում եմ, որ քեզ համար էլ իհարկե ֆիզկուլտուրնիկը եղել է մի այնպիսի օրգան, որը ոչ միայն արժանի հավաստի տեղեկություն է տվել մեր մարզաշխարհի անցուդարձից, այլև միշտ եղել է քո հետաքրքրության կենտրոնում։ Պատահական չէ, որ հենց այդ թերթի նյութերով ես պատրաստել քո հետաքրքրական գիրքը, հրաշալի աշխատություն է եւ ես քեզ մեկ անգամ էլ շնորհավորում եմ։ Պարոն Ղուշյան, իհարկե, որպեսզի հեռուստադիտողների մոտ էլ ավելի լավ պատկերացում առաջանա, ընդհանրապես մի դրվագ եմ ուզում հիշեցնել Հայաստանի ֆիզկուլտուրնիկի հետ կապված։ Թերթը իսկապես մեծ մասսայականություն էր վայելում։ Եվ այն ժամանակ, եթե հիշում եք, Խորհրդային Միության ռոպագանդան շատ հզոր էր, իրենց թերթերն էլ ունեն, Խորհրդային Հայաստան, Պրավդա, այդ թերթերը բոլորը վաճառվում էին կրպակներում։
բայց Հայաստանի ֆիզկուլտուրնիկը ավելի արագ էր սպառվում։ Եվ երբեմն ասում էին Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի մեջ սովետական Հայաստան թերթն էին դնում, որպեսզի այդ կոմունիստական կուսակցության օրգանի թերթը վաճառվի։ Հասկանում եք, եւ եթե մարդիկ ուշացած էին գալիս, խնդրում էին Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթը, նրանց առաջարկում են այդ թերթերը, որպեսզի միասին գնեն, որպեսզի այդ տպականակը ապահովվի։ Իսկապես շատ հզոր նաեւ կոլեկտիվ է այդտեղ աշխատել, պարոն Ղուշյան, նվիրալների, իսկապես մարդկանց եւ ես էլ ճիշտն ասած ուզում եի նաեւ ինչ որտեղ գիտականորեն ուսումնասիրել, որովհետեւ երկար ժամանակ Հայաստանի ազգային գրադարանում եմ անցկացրել եւ այդ բոլոր լրակազմերը ուսումնասիրել եմ, հատկապես 73 թվականի բոլոր խաղերի այդ արձանագրությունները եւ ամփոփ ներկայացված է նաեւ այս գրքի մեջ, ովքեր են կոնկրետ անդրադարձել Արարատի խաղերին, երբ են անդրադարձել թերթի որ համարում է այդ ամենը լուսաբանվել։ Մի խոսքով ամփոփ ինֆորմացիան կա այստեղ եւ ինձ համար էլ շատ, այսպես ասենք, հաճելի աշխատանք էր նաեւ հետազոտական բնույթի այդ ամենը ներկայացնելը։ Կային թերթեր, որոնք փակվեցին, իդեպ նույն ճակատագրին նշանացան նաեւ Երեկոյան Երևանը, որին ես թղթակցել եմ դեռ 73 թվականից, երբ Արարատի այդ հաղթանակների մասին հատուկ ռեպորտաժներ էի պատրաստում Երեկոյան Երևանի համար, խաղի հաջորդ օրը պիտի անպայման լույս տեսներ եւ անցումային շրջան էր, պարոն Ղուշյան, եթե հիշում եք, Խորհրդային Միությունն էր փլուզվել, անցյալի, չգիտեմ, գաղափարախոսական ինչ որ գործիքներ էին համարվում, արդեն այդ թերթերը փակվում էին, վերաբերմունքը համապատասխան չէր, բայց նոր թերթերն էլ, որոնք սնկի պես առաջանում էին, ստեղծվում եւ նրանցից շատերն էլ հիմա չկա։ Ժամանակի փորձությանը, քննությանը չեն դիմացել, ինչպես ասում են, եւ այսօր չկան։ Անցումային շրջանի դրսևորումներ են եղել, բայց անկախ ամեն ինչից այն մամուլը, որը Խորհրդային Միության տարիներին իսկապես աշխատել է, հատկապես մարզական մամուլը, չէր կարող անհետևանք մնալ եւ բնականաբար ուսումնասիրության լայն հսկայական թեմա է տվել հետազոտողների։ Ես իհարկե շատ ցավում եմ, որ ֆիզկուլտուրնիկը իսկապես այսօր չկա, չնայած եւ սպորտի երիտասարդության, մշակույթի, գիտության, կրթության փոխնախարար Կարեն Գիլոյանի խորհուրդ կտեի, որ անպայման վերականգնեին Հայաստանի ֆիզկուլտուրնիկը։ Փառք Աստծո կան մարդիկ, որոնք կարող են այսօր էլ օգտակար լինել եւ ստեղծել մի այնպիսի կոլեկտիվ, որը կարող է արժանիորեն ներկայացնել հայկական սպորտը այդ թերթում, այնպես որ թող մտածեն եւ օլիմպիական կոմիտեն ինչու՞ չէ, որտեվ սա այն թերթն է, որի կարիքը այսօր էլ կա, հավատացեք։ Դուք նշեցիք, որ կան մարդիկ, պարոն Ղուշյանով, կարող են օգնել այդ հարցում։ Ինչ այլոց ուզում եմ շատ հակիրճ ասել, որ նրանցից մեկը, այդ նվիրալներից մեկը օգնեց ինձ անչափ, որպեսզի այս գիրքը կայանա։ Խոսքը Armenpress-ի մեր թղթակիցներից լուսանկարիչ Ֆելիքս Արուստամյանի մասին է, ով աշխատել է Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթում եւ երջանկահիշատակ Ռաֆիկ Հեքեքյանի հետ Արարատ 73-ի խաղերն են նկարել։ Մի անգամ նստած զրուցում էինք Armenpress-ում, ասեց այսքան արխիվ եմ հավաքել, լուսանկարներ նվիրել եմ Armenpress-ին, ինչ պիտի լինի այդ արխիվի ճակատագիրը, ում կմնա, ինչ կանեն, ինչ կլինի ապագայում, ես ասացի պարոն Արուստամյան, ես ճիշտն ասած մի մտահղացում ունեմ, ուզում եմ Արարատ 73-ի մասին գիրք գրել։ Ինձ կտրամադրեք լուսանկարներ, ասեց մեծ սիրով, ուրախացավ եւ արդյունքում այդ համագործակցությունից ծնվեց գիրքը նաեւ եւ այս գրքում լուսանկարները պատկանում են հենց Ֆելիքս Արուստամյանին եւ երջանկահիշատակ Ռաֆիկ Հեքեքյանին։ Իդեպ թե Ռաֆայել Հեքեքյանի, թե Ֆելիքս Արուստամյանի հետ ես շատ մտերիմ բարեկամ եմ եղել, Ֆելիքսի հետ այսօր էլ մեր բարեկամությունը շարունակվում է, հրաշալի ազնվորություն, ում կարելի է վստահել ամեն ինչ եւ որքան նվիրված էին նրանք իրենց գործին։ Ես հիշում եմ միշտ երբ ռեպորտաժը վարում է Արարատի խաղերի, դարպասային գծի ետին մասում կանգնած էին Ֆելիքսն ու Ռաֆայելը իրենց ֆոտոապարատներով եւ փորձում էին անմահացնել այն երջանկահիշատակ պահերը, որի մասին այսօր մենք հաճույքով վերհիշում ենք։ Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ Արարատ 73-ը դա լեգենդ էր, որը եկավ այդպես եւ ինչպես երգում է ասում, մեկ բարև էին տալիս, այն էլ մոռացան շատերը։ Այսօր կարծես թե չենք էլ փորձում, չգիտեմ, գուցե Արարատ անունն է խանգարում որոշ մարդկանց, որ Արարատ 73-ի անունը վախենում են տալ։ Մեր տաղավարում փառք Աստծո դուք տեսնում եք Արարատ սարն է, առանց որի մենք չենք պատկերացնում ցանկացած հայի առօրյան։ Այ եթե փորձենք համեմատություն անցկացնել Արարատ 73-ի եւ ներկայիս հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի միջև ինչ այսպես կարծիք կհայտնեիք։
Միջև բուն հարցին անդրադառնալը մի փոքրիկ ակնարկել ես անեմ, պարոն Ղուշյան, անվան հետ կապված Արարատի, որովհետև ժամանակին, երբ ավելի ստույգով 68 թվականին վտանգ կար, որ Արարատը կարող է թողնել լքել բարձրագույն խումբը, այն ժամանակ երկրի ղեկավար Քոչինյանը իր մոտ է կանչել Սպորտպետկոմի ղեկավար մեր օլիմպիական լեգենդար չեմպիոն Հրանտ Շահինյանին եւ իրենց միջև շատ մտերմիկ խոսակցություն է տեղի ունեցել եւ շատ գործնական խոսակցություն եւ Քոչինյանը ասել է Արարատ անունը կրող ակումբը չի կարող լքել խորհրդային միության բարձրագույն խումբը որովհետեւ դա սուրբ անուն է եւ մեր խորհրդանիշն է եւ այսպիսի վերաբերմունք է եղել հանրապետության գլխավոր թիմի նկատմամբ Արարատը փառք Աստծո պահպանել է իր տեղը բարձրագույն խմբում եւ շարունակել է իր մրցելույթները ընդհանուր միջև խորհրդային միության փլուզումը բոլորը դա արդեն գիտեն։ Հիմա անդրադառնալով բուն հարցին, պարոն Ղուշյան, ինձ էլ են հարցնում, գիտեք, շատ դեպքերում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան գործընկերներս ասում են, ինչու եք դուք ավելի շատ Արարատ 73-ին անդրադառնում։ Ինչու եք դուք հետ նայում, ինչու եք անցյալին նայում, ինչու չեք խոսում ազգային հավաքականի մասին, ձեր մերօրյա ֆուտբոլային իրողությունների մասին։ Որքան էլ հարցը տեղին եւ տրամաբանական լինի, բայց այնուամենայնիվ կա նույնքան տրամաբանական պատասխան, որն իր մեջ պարունակում է երկու հարթություն եւ հոգեբանական եւ բնականաբար մարզական։ Նախ Արարատ 73-ի հաջողությունը իսկապես աննախադեպ է, պարոն Ղուշյան, եւ մինչեւ հիմա հայկական ֆուտբոլում մնում է անկրկնելի։ Ես Արարատ 73-ի ֆուտբոլիստների հետ երբ զրուցել եմ, անմիջական զրույցներում իրենք էլ գիտեք սրտնեղում են, որ իրենք միակն են մնացել, հասկանում եք, որովհետև իրենք էլ են ուզում, որպեսզի նորանոր հաջողություններ գրանցվեն, որպեսզի անընդհատ միայն իրենց մասին չհիշեն, միայն այդ հաղթանակը 73 թվականի աննախադեպ թռիչքը չհիշեն, երկգագաթ հաջողությունը չհիշեն, լինեն նորանոր հաջողություններ, բայց ցավոք սրտի չեն արձանագրվում, եւ երկրորդ ոչ պակաս կարևոր, ես ասացի հոգեբանական հանգամանքը, որ մեր ֆուտբոլասերները, պարոն Ղուշյան, ձեր սերունդը հատկապես, որը տեսել է Արարատ 73-ի խաղը, այդ գեղեցիկ ֆուտբոլը, այդ բարձրարժեք, հա, արվեստին հասնող, հա, մարզական այդ բարձր մրցելույթները արդյունավետ հաջողություններով հագեցած, իրենք չեն կարող հաշտվել այսօրվա հայկական ֆուտբոլի իրողությունների հետ։ Ես տարեց շատ մարզասերների գիտեմ, ովքեր չեն էլ նայում Հայաստանի հավաքականի մրցելույթները, հա, տևական ժամանակ, որովհետև կանխորոշում են նախ ձախողումը պարտությունները, երկրորդն էլ տեսել են Արարատ 73 եւ չեն կարող արդեն համակերպվել այս վիճակին։ Այս երկու կարևոր հանգամանքն է եւ մի բան էլ հավելեմ, եթե այսօր փորձում ենք դեղատոմս գտնել հայկական ֆուտբոլի համար, եթե ցանկանում ենք ինչ-որ մի բան բարենորոգել, բարեփոխել, ցանկալի արդյունքի հասնել, պետք է ուսումնասիրվի Արարատ 73-ի ֆենոմենը։ Այսինքն տեսնեն մարդիկ հստակ ինչպես է ձևավորվել, ինչպես է կազմավորվել Արարատ 73-ը, տղաները ինչ ճանապարհ են անցել, ինչպես են նրանց հետ զբաղվել, ովքեր են մարզել, ինչ ուսումնական այդ հավաքների ընթացքում ինչ ծրագրեր են կիրառվել, մարզչական ինչ մեթոդաբանություն է, ինչ մոտեցում է ցուցաբերվել։ Այս ամենը եթե հաշվի առնեն անցած ճանապարհը օրինակ Արարատ 73-ի, ես կարծում եմ հաջողության կհասնեն, բայց ցավոք սրտի, ինչպես դուք նշեցիք, թիմի 50-ամյակը նորմալ չնշվեց հաղթանակի, որ մնաց թե մոտենան ֆուտբոլիստներին խորհուրդներ հարցնեն կամ առավել եւս ուսումնասիրեն անցած ճանապարհը։ Ցավալի իրողություն է, բայց ցավալի է, պատահական չի, որ մեր ֆուտբոլասերները, մարզասերները Ինչպես ընդվզեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ եւ այն ակցիաները, որին մենք ականատես ենք գալիս եւ կայլու, որ վերջապես այս իշխանությունները սթափեն եւ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանն ասեն, լսեք, ես ինչ եք անում դուք մի երկրի ֆուտբոլի հետ, որը հրաշալի ավանդույթներ է ունեցել խորհրդային տարիներին եւ թվում էր թե մենք կարող ենք ձեր ասածի պես նոր Արարատ ունենալ, նոր աստղեր ունենալ, այլ ընդհակառակը քանդելու գործընթաց եք սկսել։ Նույնիսկ Հենրիկ Մխիթարյանն ու ֆուտբոլիստին ամեն ինչ արեցիք, որ թողնի ու դուրս գա Հայաստանի ազգային հավաքականից։ Սա աններելի բաներ են։ Սրանց համար մարդիկ պատասխան են տալու ուշ թե շուտ։ Եվ ես դիմելով հատկապես մեր ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարներին ասում եմ սթափվեք, մի արեք այնպես, որ մարդիկ իսկապես ամբողջանան ազգովի ձեր դեմ եւ դուրս գան ոչ թե գործադուլի, այլ դուրս գան
այսպես այնպիսի ցույցերի, որ պահանջեն ձեր անմիջական հրաժարականը։ Սա շատ ցավալի է, պարոն Մարգարյան։ Ոչ մի երկրում ես այդպիսի բան չեմ տեսել։ Իմիջիալով անդրադառնալով հարցին, ուզում եմ ավելի գործնական օրինակներով անդրադառնանք, պարոն Ղուշյան, բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ ամենազարգացած, ֆուտբոլային երկրներում, որտեղ ազգային հավաքականները մի փոքր սայթակում են կամ ձախողվում են հերթական իրենց ընտրական մրցափուլերում, անմիջապես ոչ միայն ազգային հավաքականի ղեկավարությունը, այլև իրենց երկրի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարությունն է հրաժարական տալիս, որովհետև մարդիկ ունեն այդքան կամք, այդքան հասկանում են իրավիճակը, փորձում են իրենց այդ քայլով ճանապարհ բացել մյուսների համար, որոնք կգան կփորձեն իրավիճակ փոխել, նոր արդյունքներ արձանագրել։ Սա բնական գործընթաց է, որը ցավոք սրտի մեր պարագայում չի կիրառվում։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, խոսում ենք մենք երկրպագուների մասին, մեր երկրում հայտնի իրադարձություններից հետո, երբ փոփոխություններ եղան նաև մեր ֆուտբոլի ֆեդերացիայում եւ նոր ղեկավարություն ընտրվեց, իրենք հայտարարում էին իլուր ամենքի, որ լսելու են երկրպագուների ձայնը, ուշադրություն են դարձնելու նրանց տեսակետներին։ Բայց ցավոք սրտի այսօր ինչ ենք տեսնում խաղերի ժամանակ, եթե մի փոքր մարդիկ ընդվզում են ձերբակալություններ, քրեական գործերի հարուցում, երկրպագուների շարժումներն են արդեն հետապնդման ենթարկում եւ այսպես շարունակ։ Այսինքն տեսակետներն են լլկվում, մարդկանց դնում են անհարմար վիճակի մեջ, հետապնդում են եւ փորձում են այդ ձայնը խեղդել, որը միտված է ինչ որ մի բան փոխելուն հայկական ֆուտբոլում։ Նորից եմ կրկնում, այս ամենը պատիվ չի բերում մեզ եւ բնականաբար շատերն էլ ովքեր կողքից նայում են, լավ կարծիք չեն կազմում մեր մասին եւ այսօր արդեն մեր միակ մարզադաշտը, որը միջազգային չափանիշներին համապատասխանում է, հանրապետական մարզադաշտը, արդեն իսկ գտնվում է UEFA-ի խիստ մոնիթորինգի ներքո։ Եվ եթե էքսցեսներ լինեն, շարունակվեն նման իրադարձություններ, կարող է միակ մարզադաշտն էլ որակազրկվի եւ Հայաստանի ազգային հավաքականը արդեն չեզոք դաշտում դրսում արտասահմանում կանցկացնի իր խաղերը։ Ցավալի է, բայց իրողությունն է այս։ Այո, եւ կարևոր խոսեցիք ազգային հավաքականի մասին, ասեմ, որ շուտով մարտին, ինչպես ասում են, մարտ ամսվա երկրորդ կեսին Հայաստանի ազգային հավաքականը երկու հանդիպում է անցկացնելու Վրաստանի ազգային թիմի հետ։ Սա իհարկե մեծ հետաքրքրությամբ է սպասվում, ինչպես խորհրդային տարիներին Դինամո Թբիլիսի հանդիպումը, բայց այդ հանդիպումը Հայաստան-Վրաստան շատ այսպես ինքնատիպ մի հարցի լուծում է տալու, որը հիմա ես կուզենայի դուք ներկայացնեիք, քանի որ քաջատեղյակ եք, թե իրականում ինչ հարցեր են այստեղ լուծվելու եւ ինչ ճակատագրերի կարող են արժանանալ այդ երկու հավաքականները։ Հարցը բավականին հետաքրքիր է, մենք իհարկե ուշադրությամբ հետևելու ենք եւ անհամբեր սպասում ենք Հայաստանի հավաքականի խաղերին, հատկապես վրացիների դեմ, եւ դուք պատահական չնշեցիք խորհրդային տարիներին Արարատի մրցելույթները դինամոյականների հետ ուղեկցվել են միշտ լեփլեցուն, տրիբունաների պայմաններում եւ մի առիթով էլ երբ Սարգիս Հովիվյանի հետ խոսում էի, ասում էր ազգային երկու թիմեր են, ասես ազգային հավաքականներ էին խաղում, երբ Արարատը Դինամո Թբիլիսիի հետ խաղում էր, եւ եթե հիշում եք, պատահական չի, որ շատ դեպքերում գրանցվել են խոշոր հաշիվներ Արարատի եւ Թբիլիսի Դինամոյի խաղերի ժամանակ եւ միշտ էլ ուղեկցվել է այսպես մեծ աժոտաժով Արարատ Դինամո Թբիլիսի հանդիպումները։ Հետագայում իհարկե առիթներ եղել են, երբ ազգային հավաքականն է Վրաստանի ազգային հավաքականի հետ խաղացել եւ միշտ էլ այսպես հետաքրքրություն է եղել, այդ ամեն ինչի առանցքում։ Հիմա նոր դիմակայություն է մեզ սպասվում, բայց ճիշտն ասած մի բան է ինձ անհանգստացնում, որովհետեւ խոսակցությունների առանցքում մի թեմա կա, որ իսկապես մեծ հաշվով պատիվ չի բերում նրանց, ովքեր փորձում են այդ ուղղությունը, այդ գաղափարախոսությունը առաջ տանել, եթե կարելի է այսպես ասել։ Ուրեմն իրավիճակը այսպիսին է. եթե հավաքականներից որևէ մեկը պարտվում է, պարոն Ղուշյան, ազգերի լիգայում գնում է C լիգա, եւ այնտեղ թույլ համեմատաբար թիմեր են Զամբիղում ընդգրկված եւ այնտեղ կա հնարավորություն առաջին տեղը գրավելու եւ առաջին տեղով գնալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Եթե այս դիմակայությունում հաղթում է հավաքականներից որևէ մեկը, նա բարձրանում է B դիվիզիոն, որտեղ անհամեմատ ավելի ուժեղ հավաքականներ են եւ այնտեղից աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելը
համեմատաբար բարդ խնդիր է դառնում։ Հիմա մարդկանց մեջ շրջանառվում է խոսակցություն, սա իհարկե Քավլիցի չի վերաբերվում ֆուտբոլիստներին, մեր մարզիչներին, ես չեմ ուզում բնականաբար անգամ մտածել, որ իրենց մոտ մտքով անցնում է այդ գաղափարը, որ կարող են ինչ-որ վատ մրցելույթներ ունենալ, ցուցաբերել, պարտվել եւ գնալ C դիվիզիոն, փորձել այնտեղից հետագայում անցնել աշխարհի առաջնության եզրափակիչ փոլ։ Իհարկե նման բանը պատվաբեր չի բերում, ազնիվ խաղի մրցակցության սկզբունքը բոլորովին այլ է, պարոն Ղուշյան, եւ աշխարհի առաջնությունների պատմությունից էլ կարելի է բազմաթիվ դեպքեր բերել, չէ՞, երբ ազգային հավաքականները հնարավորություն են ունեցել մեկ ոտքով խաղալ, ինչպես ասում են, հա, ուժերը խնայել, պահեստային կազմով դուրս գալ ասպարեզ, ինչ որտեղ խաղալ ոչ ոքի արդյունքի համար, բայց նրանք չեն գնացել այդ քայլին, որովհետեւ ի վերջո խաղում են երկրպագուների համար, ի վերջո հետևում են ազնիվ խաղի սկզբունքին եւ իրենց պրոֆեսիոնալ մոտեցումն են ցուցաբերում ֆուտբոլին եւ միշտ պայքարում են հաղթանակի համար։ Հուսամ, որ նման խոսակցությունները երկրորդ պլան կմղվեն եւ մենք վրացիների հետ, ինչպես ասում են, կտեսնենք իսկապես ուժեղ դիմակայություն, հետաքրքիր ֆուտբոլ եւ բնականաբար հույս ունեմ, որ մեր ֆուտբոլիստներն էլ ի վերջո կսկսեն արդեն ուրախացնել երկրպագուներին, որովհետեւ մենք տևական ժամանակ չենք կարողանում ուրախանալ ազգային հավաքականի արդյունքներով, պարոն Ղուշյան։ Եվ քանի որ խոսք գնաց Վրաստանի հավաքականի մասին, ասեմ, որ վերջին շրջանում, հատկապես վերջին տարիներին աշխարհի այսպես գործակալությունների, մարդկայնապես սպորտային լրագրության մեջ շատ այսպես հաճախակի են անդրադառնում վրացական ֆուտբոլի հաջողություններին, նրա ֆենոմենին, այն հաջողություն, այն թռիչքներին, որով Վրաստանի հավաքականը շատերիս այսպես հաճելիորեն զարմացրեց։ Ինչու՞ն է ի վերջո այդ հաջողության ֆենոմենը, ինչու՞ն է այդ ամենը կայանում։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրը, պարոն Ղուշյան, կադրային ճիշտ քաղաքականությունն է։ Եթե դուք տեսնեք Վրաստանում խորհրդային միության փլուզումից հետո, երբ անկախացավ Վրաստանը եւ իրենց ֆուտբոլի ազգային ֆեդերացիան, մեր ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նման կարողացավ ինքնուրույն գործել արդեն հավաքականներ ներկայացնել տարբեր ստուգատեսներին, այնտեղ ճիշտ կադրային քաղաքականություն տեղի ունեցավ։ Այսինքն ֆուտբոլով զբաղվում են մարդիկ, ովքեր ներսից գիտեն այդ ամբողջ խոհանոցը, ովքեր հայտնի ֆուտբոլիստներ են եղել, անցած ճանապարհ ունեն, նկարագիր ունեն, հեղինակություն ունեն, մեծ կապեր ունեն։ Իսկ մեր մոտ մարդիկ, ովքեր անմիջականորեն ներսից չէին, հասկանում եք, շատ դեպքերում վստահում էին գործարար ինչ որ ջիղին, մարդկանց, ովքեր կարող են կողքից գալ ֆինանսներ ներդնել եւ ինչ որ իրավիճակ փոխել, բայց իրականում ներսից չեն այդ մարդիկ, հասկանում եք, եւ չեն կարող ըստ էության ուղնուցուցով իմանալ այն ինչ տեղի ունենում մեր ֆուտբոլային խոհանոցում։ Ես կարծում եմ ամենակարևոր խնդիրը այստեղ կադրային ճիշտ քաղաքականությունն է, ճիշտ մարդկանց գտնել, որպեսզի իրենք էլ հասկանալով, ըմբռնելով խնդիրները կարողանան ճիշտ լուծումներ տալ այդ խնդիրներին։ Կադրային քաղաքականությունն է հիմքը։ Պարզ է։ Եվ նորից վերադառնալով ձեր գրքին, ինչով մենք սկսեցինք մեր զրույցը, Արարատ 73-ը Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի տարեգրության մեջ։ Ես կուզենայի, որպեսզի դուք ասեիք, ի վերջո մեր մարզասերները այս գիրքը որտեղ կարող են ձեռք բերել, երբանից այն կհանվի վաճառքի։ Ես ասեմ, որ իմ սեփական միջոցներով, պարոն Ղուշյան, շատ փոքր տպաքանակ եմ ապահովել, մոտ 80 գիրք տպեցի, որպեսզի նախ մասնագետներին բաժանենք։ Ես տվել եմ նաև գրադարաններին, որ գոնե ինչ որ տեղ լինի, մարդիկ կարողանան հանրային տիրույթում ծանոթանալ այս գրքին։ Եվ փորձեմ նաև միջնորդավորված ինչ որտեղ բանակցություններ վարել, որպեսզի հովանավորներ գտնվեն։ Ճիշտն ասած, հիմա հովանավորների հետ խոսելը մի քիչ հոգեբանորեն բարդ, այսպես ասենք, գործ է ինձ համար, որովհետև նախկինում էլ դառը փորձ եմ ունեցել, բայց կփորձեմ գոնե միջնորդավորված ինչ որ մարդկանց միջոցով հեղինակային իրավունքը մեջտեղ բերելով գրքի հետ կապված բանակցենք։ Եթե հովանավորներ լինեն եւ գումարներ տան, բնականաբար գիրքը ավելի մեծ քանակով կտպագրվի եւ կդրվի վաճառքում եւ ավելի շատ թվով մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալու գրքին։ Սա, ինչպես ասում են, ապագայի խնդիր է։ Կապրենք, կտեսնենք, պարոն Ղուշյան։ Հասկանալի։ Եվ վերջին խնդրանքս, ես ասեմ, որ շուտով Փակ TV-ն սկսում է մի նոր հաղորդաշար Վերհուշ անունով, որտեղ պատմելու ենք մեր ոչ միայն
մշակույթի, գիտության, կրթության, այլև մարզաշխարհի, այլ նաև մարզաշխարհի մեծությունների մասին, սկսած Սերգո Համբարձումյանից, Նորայր Մուշեղյանից, Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյան, Իգոր Նովիկով, Վլադիմիր Ենգիբարյան, այն մեծություններից մենք էլ չեմ խոսում Յուրի Վարդանյանի եւ մեր միջին սերունդի այն աստղերի մասին, որոնք հայկական սպորտի տարեգրության մեջ անջնջելի հետքեր։ Կուզենայի, որ այդ հաղորդումներին երբեմն դուք էլ հյուրընկալվեք եւ որպես մարզական արդեն լրագրող մեկնաբան ձեր կարծիքը հիշողությունները կիսեիք մեզ հետ եւ լրացնեիք այդ հաղորդման հետ առնչվող շատ կարեւոր թեմաներին այսպես վերաբերվող կարծիքներն ու բոլոր տեսակի այսպես առաջարկությունները։ Սիրո պարոն Ղուշյան, մանավանդ որ կյանքի բերումով հանգամանքների բովում հնարավորություն ունեցել եմ ոմանց հետ շփվելու անմիջականորեն եւ այդ շփումներից մնացել են իսկապես շատ գեղեցիկ հուշեր։ Հիշում եմ մեր հանդիպումները Ալբերտ Ազարյանի հետ, հիշում եմ մեր հանդիպումները Հրանտ Շահինյանի հետ, ասեմ ավելին, երբ համալսարանում դիպլոմային աշխատանքն էի գրում, ինքը դարձավ գրախոսը դիպլոմային իմ աշխատանքի եւ շատ էր ողջևորվել, որտեղ դիպլոմային աշխատանքն էլ մարզական թեմայով էր եւ իր տեսակետը պարոն Ղուշյան, որ գրել է թղթի վրա, թուղթն էլ արդեն մի քիչ խունացել է, բայց դա որպես նշխար պահում եմ իմ անձնական արխիվում։ Հրանտ Շահինյանի կարծիքն է գրախոսությունը իմ մասին եւ այդ աշխատանքի մասին։ Սիրով, եթե նման հնարավորություն լինի, մեր մեծերի, մեր կորիֆեյների մասին կխոսենք, կհիշենք, որպեսզի հանրությունն էլ նրանց ավելի լավ ճանաչի։ Իդեպ շատ հետաքրքիր փաստ բերեցիք Հրանտ Շահինյանի հետ կապված։ Ես էլ երբ համալսարանը ավարտում էի, իմ դիպլոմային թեման էր ֆիզկուլտուրան եւ սպորտը հայկական հերոստատեսությունում։ Երբ այդ մասին ասեցի Հրանտ Համազասպովիչին, ասեց Համլետ, շատ լավ թեմա է ընտրել, եթե պետք է ինչ-որ գրախոսական, ինչ-որ մի բան գրել, ես պատրաստ եմ, ցավոք դրա կարիքը չեղավ, բայց տես ինձ զուգադիպություն է։ Հրանտ Շահինյանը այն ազնվորությունն էր, որը միշտ ձեռք էր մեկնում առաջին քայլերն անող նաև մարզական լրագրողների։ Իրենք երբեք շահ չեն հետապնդել։ Այդ սերնդի ամենամեծ առաքինությունը պարոն Ղուշյան դա է եղել։ Իրենք ամեն ինչ արել են անշահախնդիր, հանուն սպորտի զարգացման, հանուն գաղափարի։ Դրա համար էլ մեծ նվիրալներ են եղել իրենց գործի, դրա համար էլ իրենց գործում հաջողել են։ Պետք է անշահախնդիր լինել, գումար չհետապնդել, շահ չհետապնդել։ Սա է ամենակարևորը։ Հիմա մենք մեր թղթակցի օգնությամբ Մոսկվայում փորձում ենք կազմակերպել նոր հարցազրույց Նիկիտա Սիմոնյանի հետ, որը իսկապես սովետական սպորտի լեգենդներից մեկն է եւ ինչպես Սպարտակ ընկերության ներկայացուցիչներն են ասում, իրենց խիղճն ու հավատը, որտեղ պատմությունը ուրիշ է, Նիկիտայի հաղորդումը պատրաստ կլինի Նիկիտա Սիմոնյանի։ Մենք այդ մասին ավելի հանգամանորեն կխոսենք, բայց ասեմ պարոն Ղուշյան, որ արդեն մի օրինակ գրքից ուղարկել եմ Post of Moscow եւ ուղարկելուց առաջ էլ Նիկիտա Սիմոնյանի հետ խոսեցի, ես շատ էի հուզվում իր հետ խոսելուց, այս գրքում էլ նկար կա իմ լուսանկարը Նիկիտա Սիմոնյանի հետ, երբ 98 թվականին նշում էին Արարատի հաջողության 25-ամյակը, եկել էր Երևան, միասին պատիվ ունեցա իր հետ լուսանկարվելու եւ դա նույնպես կա այս գրքում։ Ասում էր հիմա մի փոքր տկարացել եմ, պայմաններից ելնելով չեմ կարող Մոսկվայից բացակայել, բայց հոգով սրտով ձեր հետ եմ։ Սիրում է Հայաստանը, սիրում է բոլորիս եւ ապրում է Հայաստանում։ Մենք էլ բնականաբար խոնարհվում ենք իր մեծության առջև, այն մեծ սխրանքի, որ 73 թվականին Արարատի տղաների հետ արել են այս ժողովրդի համար։ Ուրեմն պայմանավորվեցինք առաջիկա հաղորդումներից մեկին մենք ձեզ կհրավիրենք վերհուշ ծրագրին, որտեղ խոսելու ենք հայկական սպորտի երախտավորներից մեկի մասին, թե ով կլինի, մենք դեռ այսպես փնտրտունքների մեջ ենք, որտեղ դրանք այնքան շատ են, չգիտեմ, սկսենք ըստ տարիքային խմբի, թե պարզապես նախկին ներկա միջին սերունդներից, որտեղ այնքան իսկապես մեծաթիվ են այդ անձինք, որ նույնիսկ վախենում ես թեմային մոտենալ, որտեղ պիտի շատ զգուշ լինի, շատ նրբանկատ։ Ես ասում եմ, օրինակ Սերգո Համբարձումյանը ինձ համար կյանքի դպրոց է եղել։ Ես 20 տարեկան տղա էի, որ առաջին անգամ հյուրընկալվեցի Սերգո Համբարձումյանին եւ պատկերացնում եք ավանդույթ դարձրեց, նա ասեց մինչեւ իմ մահը Համլետ պայմանավորվում ենք, դու ամեն նոր տարի գալիս ես մեր տուն եւ մենք ու հետ Տոման կիններ, Տոմայից պատրաստած խալաջեցնենք փորձելու։ Եթե ոչ մի հարցազրույց, ես ասեցի պարոն Համբարձումյան, իհարկե այն ժամանակ պարոն չէր, ընկեր Համբարձումյան,
անպայման մեծ հաճույքով կգամ եւ երկար տարիներ ես գնում եմ այդ հրաշալի օջախը, ցավոք չկան այդ մեծերը, գնացին Բայց մնացել է ներշնչանքը, մնացել է օրինակը։ Գիտեք, Իսահակյանի մոտ շատ հայտնի պատմություն կա, չէ՞, համբերանքի ճիբուխը, երբ ծերունին մի շատ կարևոր համեմատություն է անում, չէ՞, ասում է մարդիկ նման են ինչի շաքարի ջրի մեջ, լուծվում են, շաքարը գնում է, լուծվում է, չէ՞, բայց քաղցրությունը մնում է։ Հիմա այն մարդիկ, այն մեծերի, այն կորիֆեյները իրենցից թողել են այդ քաղցրությունը մեր իրականության մեջ նույնիսկ հենվելու տեղ են թողել, հասկանում եք, հետևելու իրենց օրինակին եւ սա կարող է միայն իրավիճակ փոխել։ Բայց ինչ իսկապես բարեկամություն կար այդ մեծերի միջև, ել չեմ խոսում մարզաշխարհի եւ մշակույթի աշխարհի մեր մեծերի միջև, հատկապես երբ նկարահանվում էր Փարքի օղակներ ֆիլմը, Խորեն Աբրամյանն ու Ալբերտ Ազարյանը դարձան այնպիսի մտերիմ ընկերներ, որ մինչև իրենց կյանքի վերջը չէին էլ պատկերացնում իրենց առօրյան առանց մեկը մյուսի։ Եվ օրինակ էին ծառայում բոլորի համար։ Այո։ Ինչ հետաքրքիր պատմություններ կա։ Իդեպ այդ գաղափարն էլ ես կփորձեմ իրականացնել վերուշում, որտեղ ունենք մի հրաշալի հաղորդում, որին մասնակցում են Խորեն Աբրամյանն ու Ալբերտ Ազարյանը եւ նրանց այն ժամանակ արտահայտած մտքերը կարծես հենց այսօրվա համար էին։ Իմիջիայլոց Արարատ 73-ի հաղթանակում մեծ ներդրում են ունեցել նաև այդ մարդիկ իրենց աջակցությամբ, չէ՞։ Արնո Բաբաջանյանը ինչպես էր ուրախացել Մոսկվայում, Տիգրան Պետրոսյանը ինչպես էր ուրախացել արարատիների հաջողությամբ, Էդմոն Քեոսայանը, որ Սիմոնյանի կողքին էր նստում եւ թալիսմանն էր դարձել Արարատ 73-ի։ Շատերն այն կարծիքին է, որ թիմի պետը նա է։ Այո։ Այս ամեն ինչ այս ներդաշնակությունը հենց ստեղծում է ազգային ոգին, ազգային ներշնչանքը։ Ես չգիտեմ, ես հենց նաև սրա համար եմ ավելի շատ հետ նայում, որովհետև այնտեղից ավելի շատ ջերմություն եմ ստանում, պարոն Ղուշյան, դաստիարակվում եմ ավելի շատ եւ այնտեղից եկող ավանդույթները բնականաբար պետք է շարունակվեն։ Սա է առաջ գնալու ամենակարևոր նախապայմանը ինձ համար կոնե։ Մամեր ջան, ես ուզում եմ քեզանից շնորհակալություն հայտնել, որ եկար։ Ես եմ շնորհակալ։ Ասեմ, որ դու հիմա մի հրաշալի կառույցում ես աշխատում Armenpress գործակալությունում, որը իմ կարծիքով լավագույններից մեկն է եղել միշտ Հայաստանում, եւ կուզենայի, որ այնտեղ դու շարունակես քո այդ սպորտային հակումների զարգացումը, որպեսզի ավելի շատ մարզաշխարհի նվիրված նյութեր պատրաստես, որտեղ թեման շատ կարևոր է, իսկ տարիների ընթացքում շատերը մոռացում են։ Այ մի քանի օր առաջ տեսա Դավիթ Թորոսյանին, ծերացել էր Դավիթը, բայց նույն կրակը կար մեջը եւ հիշեցինք, թե ինչպես նա Կուբայում երբ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, թերթերից մեկում գրեցին Կիսայի զարփակիչում Դավիթ Թորոսյանին հաղթեց Ֆիդել Կաստրոն, քանի որ այդ մարտը նշահել էր կուբացի բռնցքամարտիկից, բայց մրցավարները միշտ էլ եղել են այսպես վաճառված, իրենք հաղթանակը տվեցին կուբացու բռնցքամարտիկին, ապշել էր, եւ դա արվեց աշխարհի առաջ, աշխարհի առաջնությունում, շուտով Դավիթը մեզ կհյուրընկալվի եւ այդ մասին նրա հետ ավելի հանգամանորեն կխոսենք, իսկ այսօրվա համար քեզանից շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ անչափ։ Շերի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք լրագրող մեկնաբան Armenpress գործակալության աշխատակից Մանվել Մարգարյանին, ինչպես ասացի, դուք նրան կարող եք տեսնել նաև մեր առաջիկա հաղորդումներից մեկում, վերհուշում եւ կարծում եմ Մանվելը մեզ հետ կիսվելու, խոսելու քիչ բան չի ունենա այդ օրը եւս։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։